Իսկ մանդատից հրաժարվելու համար Փաշինյանն ձեզ SMS է գրում, ասում է դու չպիտի լինես։ Խելոք լսելու եք, գնալու եք։ Իհարկե։ Բայց դուք պատգամավոր եք, պիտի ձեր խղճի եւ համոզմունքների, ուրեմն այդպես է պետք, եթե ղեկավար անձը նախ ասեմ, որ նա երբեք այդպես բան չի անի, սկսենք այդտեղից բայց արել է արդեն։ Տեսեք, նա անիմաստ տեղը երբեք այդպեսի բան չի անի, Ռիփսիմե ջան, ամեն ինչ ունի իր բացատրությունը, իր լուրջ բացատրությունը պետք է ունենա, մի վարքյան։ Եթե ասենք պատգամավորը իր տեղում նորմալ աշխատում է, ոչ մի վատ բաների մեջ չկա, բացի ժողովրդին օգնելուց բացի ոչ մի վատ բաներով չի զբաղվում, ինչի պետք է օրինակ վարչապետը ինձ նամակ գրի, ասի Ռիփսիմե մանդատը դիր գնա։ Ձեր ազատությունը այդ ասած հասնում է մինչև ձեր որևէ հարցում իրեն հակաճառելուն եւ ընդդիմանալուն։ Ոչ, հավատացեք, եթե որևէ հարցում ձեզանից որևէ մեկը հակաճառի մի բան ասի ոչ այնպես, ինչպես Փաշինյանն է ուզում, հավատացած եղեք, դուք գիտեք, մեր նախաձեռնող նիստերի ժամանակ ինչքան սուր հարցեր են լինում եւ պատգամավորների կողմից եւ կուսակցականների կողմից։ Ախր դուք չեք պատկերացնում, էլի, չգիտեմ ինչի է ձեզ թվում, որ ես 5 տարվա հեսա 5 տարին կլերանա 4.5 տարվա պատգամավորում։ Ես մի օր ոչ ֆրակցիայի ղեկավարից, ոչ ամենայն ազնվությամբ եմ էլի ասում, ոչ վարչապետի կողմից, ոչ Ալեն Սիմոնյանի կողմից, ոչ ազգային ժողովի նախագահ։ Մի օր մի SMS չեմ ստացել, ինչ որ հրահանգով։ Որտեվ չեք ընդդիմացել, իրենք իմացել են, որ դուք կնոպկեն սեղմելու եք։ Ոչ, ով ասում չեմ ընդդիմացել, ընդդիմացել եմ։ Իրենք ինչ ասեն, դուք անելու եք։ Ոչ, ես ասեմ, որ ես ընդդիմացել եմ, եթե ես հանրության մեջ դեմ եք քվեարկել ինչ-որ բանի, թիմը քվեարկելակում դուք դեմ եք քվեարկել։ Ոչ, ես նման չի կարելի նման հանդես գալ նման վարքագծով, երբ որ թիմը քվեարկում է կողմ, բայց ես հարցի հետ կապված դեմ խոսել եմ։ Ես ներքի խոհանոցում խոսել եմ դեմ եւ շատ սուր եմ խոսել։ Բայց հետո հելել արևելքյան ինչին եմ ասել եմ։ Մի րոպե, եթե կա ֆրակցիայի որոշում եւ դա բոլոր կառավարությունների ժամանակ է եղել։ Դու չես կարող ֆրակցիայից առանձնանալ, դառնալ բսնակի ծաղիկ եւ ֆրակցիային դեմ գնալ։